Շուրջ բոլորը լռություն է, Խոքսա։ Լիություն է ինչ, թե ինչ-որ բան վարվում է։ Ես հարցնում եմ, շուրջ բոլորը հանգիստ է։ Հանգիստ։ Այս խավարում հանգիստ չի կարող լինել, ճնշող է։ Ողջույն կապիտան, ինչ կա, ինչ-որ բան երևում է։ Ոչինչ։ Չնայած կույր չեմ, սակայն ոչինչ չեմ տեսնում։ Քեզ լուսամփոփ է պետք։ Իսկ մենք ողջ գիշեր պետք է լողանք։ Մայրակները ասում են, մի սպասի ծովից եղանակ, պետք է հասցնել գտնենք կորսված քաղաքը, քանի ալիքները կղզին չեն քանդել։ Մի մտածիր, գիրքը ճանապարհը ցույց կտա, միայն պետք է հավատալ։ Այո, էլի, բայց եթե դու տեսնեիր այնքան, որքան ես եմ տեսել, դու, ձեր ոտքը, այն փայտից է։ Ախ, դա հեչ, դա արդեն հին պատմություն է։ Ես անգամ չեմ նկատել, որ դու կաղում ես։ Դա պատահեց այն ժամանակ, երբ ես կռվում էի շնած ձկան հետ։ Ես կասեի, որ այդ ատամներով հրեշը սիրում է գորտի ոտք ուտել։ Պարզվում է դու պատրաստ ես ամեն ինչի։ Դա միայն թվում է, էլի։ Մենք փնտրում ենք գիրքը, խավարում, լողում ենք, առանց ուղեցույցի, ոչ մի նշաններ, եւ միայն հույս ունենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Հեյ, բավական է վառվենք, մենք խնդիրներ ունենք։ Խավարը մեզ վրա է հարձակվել, ինձ թվում է մեզ պայքար է սպասվում։ Այո, գործը բարդ է, մենք չպետք է լսենք միայն խավարին, օй։ Դե ահա, մեզ եւս մեկ հուշում է պետք, նայեք։ Օ, ոչ, փակ ուղի։ Ինչ ուղի։ Ուղղակի լավ է։ Հիմա նայեք։ Ոսկին մի կողմն է, իսկ ճշմարտության գիրքը մյուս։ Առաջին կարգի Տոմսը ոչ մի տեղ չհասցրեց։ Ինչու այդքան արագ փոքրիկ նավաստի։ Երկու ճանապարհ։ Որ կողմ գնանք, կապիտան։ Մենք ընկանք հնարամիտ պատրաստված թակարդի մեջ։ Ավելի պարզ է ամեն ինչ։ Ձախ։ Իսկ գուցե աջ։ Մենք կարող ենք սխալվել, էլի։ Արեք իջնենք նավից, թող սկզբում ես իջնեմ։ Իսկ դու մնա այստեղ, դա իմ հրամանն է։ Գուցե ինչ-որ մեկը մեզ գաղտնի հուշի։ Գուցե ես եմ կարող ձեզ օգնել։ Ինչ է սա։ Ով կա այստեղ, հաշվեք ինձ որպես ձեզին ծանոթ, ես ձեզ հետևում եմ սկզբից։ Ուրեմն դու գիտես գրքի լեգենդը։ Մի քիչ, սակայն ես իմ թանկագին ժամանակը չեմ ծախսում հեքիաթների վրա։ Անզգայացած ուշագնաց եմ լինում։ Ներողություն, սակայն մենք ծանոթներ չենք։ Ինձ անվանում են Սողուն, ես ապրում եմ այս վայրերում և պահպանում եմ այստեղ խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ Դուք ճիշտ չեք, այդ գիրքը հեքիաթ չէ։ Դուք նրան չեք տեսել, դրա համար էլ չեք հավատում։ Թանկագինս, դու քնելուց հեքիաթ ես լսել։ Հաջորդ անգամ դու կգնաս փնտրելու սառցե թագուհուն։ Չեմ կարծում, որ դուք ինձ դուր եք գալիս, դուք և ձեր շարժուձևը։ Ինչպես չես ամանչում, իսկ դու ինձ դուր ես գալիս, սնկի սոուսի մեջ սխտորով։ Իսկ ով է նրան կապել ծառից։ Ես այնքան ճանապարհները սողացել եմ այստեղ, ձախ կողը ավելի լավ է գնալ, չհաշված այնտեղի պահպանված գանձերը։ Ինչ, դուք չգիտեիք, վաղուց շատ վաղուց այստեղ խորտակվել է ծովի ավազակների նավը։ Այս ձախ կողմը լցված է ամբողջ ոսկյա դրամներով և քարերով, անգամ չգիտեմ ինչ անեմ դրանց հետ։ Ինչ հիմարություն, գեղեցիկ ես ասում։ Դուք ձեր ձեռքերով տվեք մեզ։ Ձեռքերով, իսկ ինչպես կլինի մեր փնտրումները, իսկ գիրքը, իսկ գանձերը և արկածները։ Կարող եմ օգնել գանձերը գտնելու, ինձ հետ միասին ճանապարհը չեք կորցնի։ Ես արդեն այնտեղ եմ, ձեզ կառաջնորդեմ և բոլոր հարստությունը ինքս ձեզ կտամ։ Ես գիտեմ, միայն ճանապարհ, և մենք ցանկանում ենք այն գտնել։ Այնտեղ այլ հարստություն կա, կարող եմ ձեզ հավատացնել։ Ոչ Մարգարիտ, այլ ուրախություն, ոչ ոսկի, այլ խաղաղություն, հանգստություն, սեր։
Միշտ քեզ հետ է, մեր առջևում երկու ճանապարհ կա, որը մենք գնանք, ինչպես գտնենք, ով կարող է մեզ ասել, որ ճանապարհը ընտրենք։ Ուր գնալ։ Դու մի անհանգստացի, ես կգտնեմ։ Շնորհակալություն, սակայն ես որոշել եմ, որ աջ կգնամ, ես։ Ոչ ձախ գնա, ավելի ճիշտ է աջ, մի խանգարի, բայց քեզ այնտեղ դժբախտություն է սպասում, ձախ, այո, աջ, այո։ Մեր առջևում երկու ճանապարհ կա, որը մենք գնանք։ Ով կարող է մեզ ասել, որ ճանապարհը մենք ընտրենք, որն է ճիշտը, ուր մեզ գնալ, որ ճանապարհը ընտրենք, ով կարող է մեզ ասել։ Փնտրիր գիրքը, լուրություն, լսեք և փնտրեք գիրքը։ Ինչ է սա։ Սա ուղղություն ցույց տվող է, նա փորձում է ինչ-որ բան ասել մեզ։ Լսելո՞ւմ։ Դուք միշտ խորհուրդ եք վերցնում խոսող քարից, ես ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Եթե դուք ինձ սիրում եք, ինձ կլսեք։ Եթե արարիչը ասում է լսեք, մենք պետք է ենթարկվենք։ Իսկ ուր մնաց ձեր ցանկությունները։ Ես ունեմ ցանկություն։ Դե չգիտեմ։ Նա ասում է ձախ ավելի հեշտ է, իսկ աջ ճանապարհը մեզ սպասում են արգելքներ, բայց արգելքները նրա համար են, որ նրանց հաղթահարենք։ Այո, հերիք է էլի։ Մտորես, այնտեղ գանձեր կան։ Եթե գնանք ձախ, մենք ինքներս կդառնանք կորսված գանձեր։ Ընտրեք ճիշտ ճանապարհը։ Ինչով ենք զբաղված այս հսկա քարի հետ։ Դուք ընտրում եք ճիշտ ճանապարհը։ Իհարկե, ճիշտը աճն է։ Կույր եմ ես, Մայիսյան ժուկս, նա իրոք ցույց է տալիս ճիշտ ճանապարհը։ Դե ինչ, ընտրությունը կատարված է, այս ճանապարհը ճիշտ ճանապարհն է դեպի քաղաք։ Արագաստը բարձրացնել և լրիվ առաջ։ Եղավ, դեպի առաջ, կապիտան։ Ընկերներ, պետք չէ այդպես շտապել։ Այնտեղ այնքան վտանգներ կան։ Վտանգները մենք կանցնենք։ Մենք կանցնենք, արդեն սովորել ենք։ Լսեք, այդ գիրքը ուղղակի անխելքություն է։ Վերադարձեք, թե չէ ձեզ անհաջողություններ կլինեն։ Լավ, հաշվենք, որ ձեր տառապանքները դեռ նոր է սկսվում։ Օ, դու առանց ոտքի ես։ Այո, ընկերս, ես գիտեմ։ Ինչ է, շնաձուկ։ Այո, 10 շնաձուկ։ 10? Այո, 10 շնաձուկ թրերով։ Ես կարող եմ ասել, որ իմ ուժերը չէի փորձել։ Ապ, իսկ գուցե ոչ։ Երանի դու չշփոթվեիր։ Սա ապ չի, ընկերներ, մենք այստեղից դուրս չենք գա երբեք։ Այս բաները ծխում են, օй, մեր վերջը եկավ, միթե երբ չկա։ Երկ միշտ կա, եթե մենք բոլորս կատարենք հրամանը։ Ում հրամանը։ Նայեք, նա փոխվում է։ Չէ որ սա քարեր է։ Կարթա քարտեզ է էլի։ Այստեղ ձախ, հետո աջ, ձախ, աջ, ձախ, ձախ, աջ, ուղիղ, ես մոլորվեցի, ուղղակի արա ինչ ասում եմ, դե մի համառիր փոքրիկ, օ, ստացվեց,
Անհավանական է։ Օй, նայեք կորած քաղաքը։ Ой, смотрите, затерянный город. Նա արդեն կորած չէ։ Ես մտածում եմ, որ սա միակ ճանապարհն է։ Գուցե մտածեք, մեզ ժամանակ չունենք, եթե գիրքը կարող է կանգնեցնել ալիքները, մեզ պետք է գնալ շտապ գտնելու։ Ես վախենում եմ, կապիտան, բոլորն էլ վախենում են, միասին կգնանք։ Երբ դու զգում ես, որ քեզ շատ սարսափելի է աշխարհի մեջ, դու միայնակ ես, լսիր ինձ, սակայն քեզ հետ ենք մենք, և պետք չէ տխրել իզուր, ընկերներիդ կողքին, դու այդ պետք է իմանաս։ Ինչ է մեզ բոլորի սպասում, ինչ ճանապարհներ մենք պետք է անցնենք, մենք ամենքս հասկանում ենք, ընկերոջ հետ ապահով է գնալը, քամի է բարձրանում, դա առաջին անգամ չի, մենք մնանք, թե գնանք, ոչ ոք ապագան չգիտի, միասին ընկերոջ հետ, մենք միասին ենք, մեզ ընկերոջ հետ գնալը սարսափելի չի։ Գիտեմ, թե ինչի մասին եք մտածում, և չգիտես ճանապարհը, միայնակ ճանապարհին վտանգավոր է, շատ մութ է, ճանապարհը մութ է, շատ։ Սակայն երբ միասին են գնանք, արդեն երկուսով չենք վախենում, նա քո ընկերը կշտապի քեզ օգնել։ Ինչ է մեզ բոլորի սպասում, ինչպիսի ճանապարհ է մեզ պետք գնալ, բայց յուրաքանչյուրս հասկանում ենք, ընկերոջ հետ սարսափելի չի լինի։ Ամեն բան թվում է շատ սարսափելի, դա հեչ։ Ճիշտ է, մենք ուժեղ ենք, էլի, մենք կհաղթենք։ Ընկերոջ հետ, երբ միասին ենք, ընկերոջ հետ ճանապարհը սարսափելի չէ։ Ինչ է մեզ սպասում, ինչպիսի ճանապարհ է մեզ պետք գնալ, բայց յուրաքանչյուրս հասկանում ենք, ընկերոջ հետ սարսափելի չի լինի։ Շնորհակալություն ընկերներ, դուք ամենահավատարիմ ընկերներն եք աշխարհում, դուք բոլորը յուրահատուկ եք ինձ համար։ Դե ինչ։ Լավ, հիմա գնանք փնտրենք գիրքը։ Դուք էլի եք վախենում։ Այո, այո։ Ես այդպես էլ կարծում էի։ Նրանք շատ արագ հասան։ Հիմա ծուխ ոտք թողնենք, նրանք փախչեն, բայց ոչ հիմա։ Հիմա պետք է նոր անակնկալ մատուցենք։